Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր մեր հերթական հաղորդման օրն է։ Անցած շաբաթ խոսել եմ հոկտեմբերի մասին։ Մանրամասն ներկայացրել եմ կանխատեսումներ։ Այնպես որ եթե գրում եք սիրելի Գայանե, հոկտեմբերին որ օրն է բարենպաստ, ահա, ամբողջական եթերը ձեր դիմաց է։ Ընտրեք օրերը եւ փորձեք համընթաց գնալ տիեզերքի հետ։ Սիրելի հետևորդներ, հաջորդ ամենակարևոր իմ քայլը եթերում կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ դրական մեկնաբանումների համար, հետադարձ կապի համար, որ իմ կանխատեսումները կատարվել են եւ դրական եւ երբեմն բացասական, ճիշտն ասած բացասականներ մի քիչ ավելի շատ են կատարվում, որովհետեւ այդ մոլորակային էներգիաները կուտակվում են եւ լուսնի եւ մնացած մոլորակների Մարսի, Պլուտոնի, Սատուրնի հետ բար դիրքերի ժամանակ այդ ամենը պայթում է եւ ահա տալիս է իրադարձություն, բայց մենք պետք է սովորենք ապրել կյանքին համընթաց, պայքարենք եւ մեր հերթական զարգացումը ապահովենք այստեղ։ Ահա սիրելիներս հերթական նամակները տեսեք եւ հենց այս մեկը որտեղ հերթանկերության աշխատակիցը ինձ գրում է, որ ըստ ձեր կանխատեսումների այստեղ ուղղակի կարող եմ հենց հիմա ընթերցել, որ ավելի հետաքրքիր լինի։ Գրում են, ահա այսօր մեր խմբագրությունում դա են ասում, ինչ էին ասում, որ աստղաբանի բոլոր կանխատեսումները ոնց որ սցենարով գնան, այո, այդպես է լինում է, խոսքը վերաբերում է Իրանի վրա հարձակմանը, խոսքը վերաբերում է եւ Թրամփի կյանքի հետ կապված, եւ նաեւ 2 տարեկան երեխայի հետ կապված, որտեղ ես կանխատեսել եմ, որ այո, 2 կետից կգտնեն, հստակ վայրներ է նշել, թե որտեղից է գնացել, այդ ամենը ես իմ նեղ շրջանակներում խոսել եմ իմ ուսանողների, համախոհների հետ, մենք մանրամասն քննարկել ենք այդ քարտեզներ։ Եվ մի հետաքրքիր միջադեպ վերջերս ծանոթներից մեկը խոսում է, ասում է. «Գանե ջան, գիտեք, չէ, ձեր մասին ինչ լուրեր են շրջանառվում»։ Իմ համար բացառիկ անակնկալ էր, երբեմն ծիծաղելի, բայց նաև ասում եմ, չէ, որ Սև PR-ը իր գործողությունը եւ իր դրական հետևանքներն է թողնում անձի վրա, եւ որքան շատ խոսեցին իմ մասին, այնքան իմ անունը տարածվեց այս հարթակում եւ ասեմ, որ պահանջված մասնագետներից մեկն եմ, որը պարբերաբար ելույթներ է ունենում, կանխատեսումներ է կատարում եւ փորձում է աշխատանք տանել իր ժողովրդի կյանքը հոգսը թեթևացնելու համար։ Եվ ինչ էին ասել այդ կնոջը, որ հզգուշ եղեք Գայանեին, որովհետև նա կապված է գաղտնի ծառայությունների հետ, քանի որ նրա կանխատեսումները կատարվում են այն սցենարով, որում գաղտնի ծառայությունները նրան թելադրում են։ Նա ասում է այդ ամենը եւ հետեւաբար կատարվում են։ Որքան կարելի եւ մանկամիտ եւ կարճամետ լինել, համենայն դեպս ինձ մոտ ծիծաղ առաջացրեց, բայց հասկացա, որ այո, իմ կանխատեսումները ցավալիորեն թե բարեբախտաբար կատարվում են եւ դա ուղղակի եւս մեկ անգամ ինձ ուժ է տալիս, որպեսզի մենք, ես եւ դուք համատեղ աշխատելով փորձենք մեր այսպես հարթակը ընդլայնել, իմ գիտելիքներով կիսվեմ ձեզ հետ, իսկ ապագա պլանները տեսլականավորը, որ դուք եք դրել, կառուցեք ըստ աստղաբանական կանխատեսումների։ Սիրելի հետևորդներ, սա հարց ու պատասխանի հաղորդում է ավելի շատ եւ ինձ հարցեր են հղել, թե ինչու արժեքային տարբերություն կա արտերկրում ապրողների եւ Հայաստանում ապրողների համար։ Եթե դուք կյանքում առնչվել եք պրոֆեսիոնալ աստղաբանի հետ, ապա այդ տարբերությունը անպայման է։ Ինչու, որովհետև անձը ծնվում է մեկ վայրում, կառուցվում է նրա աստղաբանական քարտեզը, նատալիա կարտը, ինչ որ ասում են, ըստ այդմ նաև կառուցվում է այն երկրի քարտեզը, որտեղ անձը ապրում է։ Եվ այն նախադրյալները, որը նա ունի ի ծնե, դրանք հնարավոր է փոփոխման ենթարկեն։ Մոլորակները կենդանակերպերում եւ իրենց իրար հանդեպ դիրքավորումները չեն փոխվում, սիրելի հետևորդներ, բայց փոփոխվում են կյանքի ոլորտները եւ ահա այնպես է լինում, որ այս երկրում մարդը չի կարողանում աշխատանք գտնել, մեկ այլ երկրում սկսում է բարեկեցիկ կյանքով ապրել եւ ծաղկում է նրա բիզնեսները։ Այստեղ անձը չի կարողանում ամուսնանալ, ընտանիք կազմել, մեկ այլ երկրում այդ ամենը հնարավոր է լինում։ Չնայած բացառիկ դեպքեր կան, երբ ուղղակի այդ խնդիրը ճակատագրական է լինում, դա կարող է լինել լուսնի հանգույցներով, սև լուսնի դիրքերով եւ մնացած կարևոր ֆակտորներով, Սատուրնի դիրքերով։ Օրինակ երբեմն ինձ հարց են տալիս թուղթուգրի մասին, սև այդ էներգիաների մասին։ Սիրելի հետևորդներ, չգիտեմ որքանով աշխատում է այդ ամենը թե ոչ, բայց աստղաբանը
հնարավորություն ունի քարտեզում տեսնելու այդ դիրքերը։ Դա սև լուսնի դիրքն է կենդանակերպերում, նաև ջրի տարերքում մոլորակային այդ բարդ դիրքավորումների առկայությունը։ Այո, աստղաբանը կարող է տեսնել որտեղից կարող են ձեզ հարվածել եւ ով կարող է հարվածել, բայց այդ ամենը գործում է թե ոչ, թուղթուգիրը ուղակի կարող է գործել, եթե այդ ամենը կա բարդ մոլորակային դիրքերի դեպքում, երբ տիեզերքում բարդ մոլորակային դիրքեր են եւ այդ դիրքերը հարվածում են ձեր կյանքի թուրքետերին, հնարավոր է հենց այդ ժամանակահատվածում էլ այդ ամենը լինի, բայց նրանք, ովքեր որ տուժել են այդպիսի մարդկանց գործունեությունից, նրանք 10-ը չեն, 100-ը չեն, նույնիսկ կարող են հասնել հազարավորների։ Դե երևի այդ մարդկանց նախասիրությունները, ովքեր դիմում են նմանատիպ մարդկանց, նրանց նախասիրությունները համընկնում է։ Եվ բազմիցս է լինում, որ նեղ շրջանակներում իմ ուսանողների, համախոհների շրջանակներում ես քննարկում եմ շատ հայտնի մարդկանց, նրանց տվյալներ, անձնային տվյալներ, մենք գիտենք հավանական ժամկետները նրանց կյանքի այդ իրավիճակների, բայց ես ինքս թույլ չեմ տալիս բարձրաձայնել տվյալ անձի անունը, շահարկելով նրա անունը, դիտումներ եւ այլն, այլ մարդկանց հավաքագրեմ իմ թիմ։ Եթե կստացվի, եթե հնարավորություն լինում է, զգուշացումներ լինում է, բայց նրանց մասին, այդ ամենի մասին հանրայնացնելը ես ամիտ եմ համարում, ինձ ավելորդ գովազդ ուղղակի պետք չէ։ Սիրելի հետևորդներ, փորձել եմ որոշ այսպիսի պեղումներ կատարել աստղաբանական եւ ինչն է հետաքրքիր, լսում էի ինչ-որ մի հաղորդում հոգեսոմատիկ, հոգեբանական ախտահարումների մասին եւ այդ մասնագետը խոսում էր ռուսական հայտնի բլոգեր, երգիչ, որը այսպես դաջվածք ունի, չէ, 666-ի Ռուսաստանում։ Ինչն էր հետաքրքիր, տվյալները նա տվեց եւ ես շատ արագ բացահայտեցի այդ անձին։ Հիմա ես ուզում եմ, որ դուք տեսնեք, թե որքան ճիշտ է աշխատում աստղաբանությունը։ Ծնված կենդանակերպը ջրհոս է։ Ջրհոսներին գիտեք, չէ, որքան էքսցենտրիկ, որքան տարբերվող, որքան հանճարեղ են։ Եվ պատահական չէ հենց այս տարիներին նրա հանրային ճանաչման հարցը։ Տեսեք, եթե մենք այստեղ դիտարկում ենք նրա լուսինը կարիճի կենդանակերպում է, կարիճ կշեռք այդ առանցքում է, փոքրիկ, հա, բայց ես համարյա համոզված եմ, որ կարիճի կենդանակերպում է, որովհետև նա իր երգերում շոշափում է սեքսուալ, հոգե, սեքսուալ այդ բոլոր իր շեղումների թեմաները։ Ինչն է հետաքրքիր, որ պատահական նայեցի իր արտաքին տեսքում մեր հայ իրականության մեջ կրկին ես գտա ինչ-որ մեկին, որը հանրային ճանաչում է սկսել 20 թվականից հետո եւ երկուսի մոտ էլ 20 թվականից հետո է այդ ճանաչումը, նա ունի կրկին նույն դաջվածքները իր վրա, արտաքին տեսքով նմանություն եւ ինչ էր հետաքրքիր, կրկին ջրհոսի կենդանակերպի ազդեցության տակ ծնված։ Հասկանում եք աստղաբանությունը որքան հզոր գործիք է մեր ձեռքերում, որքան մարդիկ տիպիկ են ապրում իրենց կյանքը։ Եթե ձեր մտերիմների շրջանակներում կա ինչ-որ մեկը, որ նման վարք ու բարք, արտաքին տեսքը չնայած ասցենդենտն է, բայց միևնույն է, իրենք իրենց դրսևորումներում, իրենց վարած կյանքում հնարավոր է, որ նման կերպ վարվեն։ Եթե այդպիսիները եւ հանրային դաշտում եւ ձեր կողքը կա, ապա գրեք մեկնաբանություններում։ Ու ինչն էր կարևոր, որ երկուսի մոտ սև լուսինը կշեռքի կենդանակերպում էր, նրանք երկուսն էլ խնդիրներ են ունեցել ամուսնության մեջ եւ այն հայ բլոգերը, որը կրոնի ճանապարհն է ընտրել, դա իր ճանապարհն է, բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում։ Այստեղ ֆինանսի հետ կապված հարցեր, ազատ խոսք, երբեմն, հա, Մերկուրին ջրհոսում ընկերասեր, բայց կրկին Վեներան ջրհոսում ունի այսպես ուշադրության կենտրոնում լինելու մեծ հակում եւ մոտակա այս մինչեւ դեկտեմբերի կեսերը նրա մոտ կրկին հնարավոր է լինեն հարկային ստուգումներ, թող ուշադիր լինի, բայց այն ճանապարհը, որը ընտրել է, այո, կրոն, հավատքն առաստված, քրիստոնեություն, դա նրա ճանապարհն է։ Իհարկե, նրա վարքում շեղումներ կան, այդ շեղումներից նա ազատվել է, նա ընտրել է կրոնի ուղին, թող գնա հենց այդ
բարության, կրոնի, հավատքի ճանապարհով։ Սիրելի հետևորդներ, այո, սկանդալային օրեր կան հոկտեմբեր ամսում, նաև կան շատ բարենպաստ օրեր, եւ մեր ամենաբարենպաստ օրերը հոկտեմբերի 2 եւ 3։ Լուսինը ջրհոսի կենդանակերպում, ինչ հետաքրքիր է, կրկին շոշափում ենք ջրհոսի թեման, հոկտեմբերի 2-3 ակտիվություն, համախոհների հետ շփում, լուսինը նախորդ օրը բարդ դիրքերում է, ոչ մի կարևոր գործ մի արեք, քանի որ նորա լուսին է խավարումներից հետո ձեր ծրագրերի մեկնարկի լավագույն ժամանակն է, սիրելի հետևորդներ։ Հաջորդ ամենաբարենպաստ օրերը հոկտեմբերի 10 և 11, սիրելի հետևորդներ, այդ օրերը լուսինը գտնվելու է երկորյակի կենդանակերպում, ինտելեկտուալ աշխատանքով զբաղվելու, ինֆորմացիայով կիսվելու, երկու նախորդ օրերը նաև ամսի հոկտեմբերի 10-ը և 11-ը գովազդներ տեղադրելու, մեքենաներ գնելու, էլեկտրոմոբիլներ գնելու, այդ ամենը կիրառելու, օգտագործելու լավագույն օրերն են, նաև կարող եք կենցաղային տեխնիկա գնել, տեխնիկա, որը կապված է հոսանքի, բարձրավոր հոսանքների հետ։ Ես այստեղ դիտարկում եմ, հաջորդ հետաքրքիր օրերից մեկը հոկտեմբերի 14 լուսինը խեցգետնի կենդանակերպում գործում է Յուպիտեր Սատուրն տրիգոնը, դա մինչև աշուն գնալու է, ընտանիք կազմելու, ընտանիքի անդամների հետ հանդիպելու, նաև եթե օրը շաբաթվա օրերից մեկն է, ապա ամուսնությունը գրանցելու համար ամենաբարենպաստ օրերն են։ Այն օրերն էլ են բարենպաստ, բայց սա հստակ վերաբերվում է ընտանիք կազմելուն և առողջ, իսկական օջախ ստեղծելու մասին է խոսքը։ Հաջորդ կարևոր օրը, որ մենք տեսնում ենք, սիրելի հետևորդներ, այստեղ ես նայում եմ, բարենպաստ օրերից մեկը ամսի 24 և 25, բայց այդքան բարենպաստ չեն, 24-ը և 25-ը լուսինը աղեղնավոր է կենդանակերպում, դա միջպետական այդ հարցերն է լուծելու, 24-ին առավոտյան ժամերը կարիճում է, եթե մենք նախորդ օրը գնանք, 23-ին հոկտեմբերի լուսինը կարիճում է, բանկային գործերի համար է բարենպաստ, ընտանիք կազմելու, ֆինանսական հարցերը լուծելու համար է բարենպաստ, դա հոկտեմբերի 23-ն է, ամենաբարենպաստ օրերից մեկն է, բայց առավոտյան ժամերը։ Հաջորդ կարևոր օրերը 24 և 25 դրական դիրքեր արտերկրի հետ կապված հարցեր լուծելու, բուհական խնդիրները լուծելու, գովազդներ դնելու, արտերկրից պատվերներ կատարելու և ամենաբարենպաստ օրերից մեկը կրկին հոկտեմբեր ամսում 27, տեսնենք, 27, 28-ը ոչինչ, 29-ը և 30։ Այո, 27-ը այծեղ ջուրի կենդանակերպում պետական մարմիններին դիմելու արք ու վաճառքի համար, եթե 23-ը կտակ էր, այնտեղ նաև ժառանգության հետ կապված հարց է, այստեղ հստակ պետական գործերով տուն գնելու, հողակտոր գնելու, գովազդներ դնելու, CV-ներ ուղարկելու, պետական մարմինների հետ դրական հարաբերություններ։ 28-ը մի քիչ թույլ է, այո, թույլ է, 29-ը և 30 լուսինը կրկին ջրհոսի կենդանակերպում ապագա պլանների համար, նորից նորալուսնից հետո է, աճող այդ լուսինն է, ձեր ապագա պլանները, տեսլականը, ձեր գործերը կարող եք առաջ տալ, իհարկե գրանցել ամուսնությունը, ընթացքում ես կրկին օրեր կնշեմ։ Այսքանը, սիրելի հետևորդներ, սկանդալային օրերներ կան, դրանցից էլ ուշադիր եղեք, մնացած օրերը բարդ են, դրանց մասին կխոսեմ հատուկ մյուս հաղորդման ժամանակ։ Այսքանը, սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ դիտեցիք հաղորդումը, նաև շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք ալիքին, կիսվում եք այդ իմ հաղորդումներով, գրում եք մեկնաբանություններ և նաև երջանիկ եմ, որ դուք նաև երջանիկ եք։ Լավ եղեք, սպասեք մյուս շաբաթ։